Իշխանություն լրատվականը պարզել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը դեկտեմբերի 31-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում սրբազան արարողության խոչընդոտումն իրականացրել է ոստիկանության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ, փաստացի հարամելով եկեղեցական ծեսը եւ ոտնահարելով հավատացյալների իրավունքները։ Մասնավորապես եկեղեցում գտնվել են Թալինի ոստիկանության աշխատակիցներ Ժակ Ղուկասյանը եւ Լուկաշ Հարությունյանը, ինչպես նաև Սափեյանի հորեղբոր տղաները եւ քաղաքապետարանի աշխատակիցներ։ Նրանց ներկայությունն ու գործողությունները փաստացի ծառայել են մեկ նպատակի՝ ապահովել համայնքապետի կողմից եկեղեցական արարողության խոչընդոտումը։ Թալինի ոստիկանության ծառայողները, որոնց պարտականությունն է պաշտպանել հասարակական կարգը եւ կրոնական ազատությունները, տվյալ դեպքում հանդես են եկել ոչ թե որպես իրավապահներ, այլ որպես Սափեյանի կամակատարներ։ Նրանք ոչ միայն չեն կանխել սրբազան արարողության խոչընդոտումը, այլ իրենց մասնակցությամբ օժանդակել եւ լեգիտիմացրել են եկեղեցու ներսում կատարված խուլիգանությունը։ Արագածոտնի թեմի տարածած հայտարարության համաձայն հոգևորականներն ու եկեղեցում գտնվող հավատավոր ժողովուրդը հնարավոր բախումներից ու անախորժություններից խուսափելու համար ստիպված են եղել լքել եկեղեցին, որտեղ մինչ այդ պատշաճ կերպով մատուցվում էր սրբազան արարողությունը։ Սափեյանը հայտարարել է, թե հունվարի 6-ին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի եկեղեցու խաչքավոր։ Իշխանություն լրատվականին հայտնում են, որ ինքնակոչ խաչքավորը ջանասիրաբար փորձում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում 2026 թվականին պատգամավորական ցուցակում հայտնվելու համար։ Այդ ճանապարհին Թալինի համայնքապետը գիտակցաբար անարգում է եկեղեցու դերը եւ արժեքները, ոտնահարում հավատացյալների իրավունքները, ցատկում է մայրաթոռի պատերին, եկեղեցու բակում հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ, սադրիչ կոչեր անում հրահրելով բախումներ։ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ վարույթ նախաձեռնված չէ, այսինքն Տավրոս Սափեյանը եւ նրա հետ գործող անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։